Հիմա դեռ ընտրությունների մեկնարկ չի տրվել, ամենը օրնա չէ հայտարարել։ Իշխանության հետ կապված բոլոր քննարկումները վերաբերվում են ապօրինի վարչական իշխանական ռեսուրս գործադրելով ինչ-որ ապօրինի, որ սրանցից ոչ մեկը չի ասում ոնց անենք մի հատ լավ ծրագիր գրենք, ժողովրդին համոզենք, գնանք վստահ, դրանց էլ թեման իրանք չեն քննարկում։ Իրանք քննարկում են, ասում են կուսակցությունը չգրանցենք, թե կուսակցությունը գրանցելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցի, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի, հետո գրանցումը չեղյալ հայտարարի։ Ասենք որ այն որ Հովակիմյանն ասում արդեն պրոբլեմա։ Դե Հովակիմյանը ով է, չէ՞, ասե Հովակիմյանն եղել է հայկական ժամանակ օրաթերթում լրագրող առանց լրագրողական կրթության, որից Նիկոլ Փաշինյանն է նույնիսկ դժգոհել է նրա լրագրողական աշխատանքի որակից։ Հետո երբ որ Նիկոլ Փաշինյանն եղել է ազգային ժողովի падգամավոր, Հովակիմյանն եղել է падգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, երբ որ Նիկոլ Փաշինյանն եղել է վարչապետ, Հովակիմյանն եղել է ազգային ժողովի падգամավոր, հետո ինքը իրան ընտրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, որը իր ձայնը եղել է վճռորոշ։ Հիմա ասում եք Հովակիմյանը ասում է, այն որ ինքը ասում է արդեն վատ է։ Ինչ հասկացա, ինքը չի ասել, որ չէ, կարևոր մասնակցել, նման հայտարարություն չի արել։ Դե ինքը խո չի ասելու, մենք հիմիկ բանից սա իրաց պլանները խո միանգամից չի ասելու, բայց քանի որ այն որ ինքը ընտրական գործընթացների հետ որևէ կապ չունեցող, մասնագիտական կրթություն չունեցող մարդը ակնհայտ քաղաքական գործիչ է։ Զբաղեցնում է ապաքաղաքական պաշտոն, որը պիտի բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններով ընտրություն կազմակերպելու հնարավորություն ստեղծի։ Եթե ինքն այդ որոշում կայացնող, արդեն ինքը իր հանգամանքով կասկածի տակ է դնում այդ գործընթացի հիմնավորվածությունը։ Խնդրում եմ ասեք, նայեք, ինչ դուք հայտարարել եք, ձեզ ասում եմ, որ դուք դավաճանել եք Սերժ Սարգսյանին, հիմա կասեք դուք դավաճանել եք Սերժ Սարգսյանին եւ հաշվի առնելով որ դուք իմպիչմենտի իջատագովներից եք, իսկ ուժեղ Հայաստանը գնում է ընտրության, հիմա դուք ո՞նց եք կարծում իմպիչմենտն է ճիշտը, թե ընտրության գնալն է ճիշտը։ Նախ դավաճանություն եզրույթը իմ հետ որևէ դրվագով երբևէ իմ կյանքի ընթացքում չի առնչվել եւ չի կարող առնչվել ընդհանրապես։ Ես որևէ մեկին չեմ դավաճանել ընդհանրապես իմ կյանքում, ես գործում եմ իմ սկզբունքներին համապատասխան, իմ սկզբունքներին հավատարիմ։ Սերժ Սարգսյանի հետ իմ առնչությունները եղել է եւ կուսակցական իմաստով, երբ որ ես ժամանակին եղել եմ հանրապետական կուսակցության անդամ, իսկ հանրապետական կուսակցությունը իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել է կուսակցության խորհրդի որոշմամբ 12 տարի առաջ։ Երբ որ ես Լեհաստանում Հայաստանի դեսպան եմ, այսինքն այդ ժամանակվանից ես կուսակցական չեմ, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։ Հետևաբար որևէ դավաճանության, որևէ բանի մասին խոսքել ավելորդ է։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ես կարծում եմ, որ դա շարունակում է մնալ մեր ներքաղաքական օրակարգի այս պահի ամենագլխավոր հարցը, գլխավոր թեման, եւ պետք է ամեն հնարավոր ջանք գործադրել մինչեւ հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելու համար։ Դա падգամավորների պարտականությունը ոչ մի պարագայում չի հակասում, ավելին մեկը մյուսին լրացնում է, այսինքն այդ գործընթացի ակտիվ պահելը, այդ գործընթացի ակտիվ քաղաքական որակ հաղորդելը մեծապես անդրադառնալու է նաեւ քաղաքական մյուս process-ների վրա։ Ես մինչև հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն են ազգային ժողովի падգամավորները, որովհետև իմպիչմենտ նրանք կարող են անել։ Եթե դա իրանց չհաջողվեց, ապա հունիսի 7-ին դա կանի Սամվել Կարապետյանը։ Դուք Քոչարյանին քննադատում եք, որ ընտրությունների մեջ հետաթափվել մինչդեռ իմպիչմենտի փողոցային ճանապարհով ճնշումների տարբերակ կար, դուք այդ տարբերակն եք ճիշտ համարում, հիմա դուք միացել եք մի թիմին, որը այսպես թե այնպես ընտրությունների է գնում եւ ամբողջ թափով ընտրական գործընթացի մեջ է։ Իրար դրանք լրիվ տարբեր իրավիճակներ են, օրինակ Սամվել Կարապետյանը ազգային ժողովի падգամավոր չի, հետեւաբար իրանից ոչ ոք չի կարող ակնկալել, որ ինքը վարչապետին կարա անվստահություն հայտնի։ Ռոբերտ Քոչյանը փաստացի առաջնորդում է Հայաստան խմբակցությանը, այսինքն չնայած ինքը խմբակցության падգամավոր չի, բայց խմբակցության падգամավորները ընդունում են իր իշխանությունը եւ նրանք չեն իրականացնում անվստահության գործընթացը, այսինքն այստեղ շատ էական տարբեր, այսինքն հնարավորություն ունենաս չանել անվստահության եւ գնաս ընտրությունների դա այլ բան է, եւ հնարավորություն չունես անելու անվստահության գործընթաց ու գնում ես նրան այլ եղանակով հեռացնելու ջանքեր ես գործադրում, դա այլ բան է։ Բայց փողոցով կարող է դժմանի ենթարկել եւ պահանջել, որպեսզի խորհրդանական ուժերը այդ գործընթացը իրականացնեն։ Ցավոք սրտի մենք ունեցել ենք նաեւ այդ նախադեպը պատասական, երբ որ
Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանին հաջողվեց գեներացնել մի փողոց, որ աննախադեպ էր, որը դեսպան նույնիսկ 18 թվին չէր եղել, եւ ցավոք սրտի անգամ այդ ժամանակ ազգային ժողովի պատգամավորները չնախաձեռնեցին անվստահություն հայտնել։ Պարոն Ղազարյան, երեք իշխանականները նաև ճակերտավոր ձեր սիրելի Պետրոս Ղազարյանն էր անդրադարձել ձեր ուժեղ Հայաստանի միանալու Տարոն Չախոյանաձես քննադատում էին, ասում են մի գրկից մի գիրք է թռնում, իմ գործընկերը ռիփսիմենտ տվեց, հա, իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ հարց, ես կուզենայի դուք արձագանքեիք այս համացանցում ձեր անվան վերաբերյալ, հա, արձագանքներին։ Երեկվա իմ հայտարարությունից հետո անկեղծ ասած ես շատ մեծ ուշադրությամբ եմ հետևում արձագանքներին։ Միայն Facebook-յան իմ էջում տեսանյութը նայել արդեն 54,000-ից ավել մարդ, 2,000-ից ավել դրական հավանումներ կան, հազարավոր դրական մեկնաբանություններ, որ մեծամասնան ողջունում են։ Պետրոս Ղազարյանը իհարկե բացառություն է, Տարոն Չախոյանը, մի քանի հոգի կան, որոնք այդ իմաստով բացառություն են։ Ես հասկանում եմ իրանց անհանգստությունը, մարդկայնորեն իրանց նաև կարեկցում եմ այդ իմաստով։ Իրանք միամիտ մարդիկ չեն, իրանք հիմարներ չեն, իրանք հասկանում են ընդհանրապես Սամվել Կարապետյանի շուրջ հասարակական կոնսոլիդացիայի հնարավորությունները, իրանց աչքով տեսնելով դրա պրակտիկ դրսևորումները, իրանք ավելի հիմնավոր են զգում այն անհանգստությունը, որ իրանք պետք է զգան։ Ես կարծում եմ այդ ջղաձգումները ավելի շատ միայն դրանով է պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ստեղից մինտեղ գնալուն, ես միշտ գտնվում եմ նույն վայրում, արդեն 2020 թվականից։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի բոլոր հնարավոր շարժումներն են։ Ես ոչ միայն բոլոր շարժումներին եմ մասնակից եղել ամենաակտիվ դերակատարումով, այլ անգամ ինքս եմ փորձել շարժումներ նախաձեռնել 2022 թվականի օգոստոսի 23-ի անկախության շարժումը հանրահավաքը, բայց ցավոք սրտի մեզնից ոչ մեկին չի հաջողվել ունենալ հաջողություն։ Հիմա ես տեսնում եմ հաջողության մեծ հնարավորություն եւ իմ համեստ կարողություններով կանգնած եմ նաեւ այս շարժիկը, ես միշտ իմ տեղում եմ փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի առաջնագծում եւ ով որ այդ առաջնագծում ունենում առաջնային դեր, նա ավտոմատ դառնում է իմ բարեկամը։